Հայաստանում երեխա որդեգրել ցանկացողները 92-ն են, որդեգրման ենթակա 282 երեխայից առողջ են 32-ը։ Անցած տարի որդեգրվել է 11 աղջիկ, 12 տղա, դրանցից մեկը տեղափոխվել է Շվեյցարիա, 14-ը ունեցել է ծնող։ Սարգերակեեմին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնեցին, որ որդեգրումը չի պահանջում որևէ պետական վճար և միֆ համարեցին, որ որդեգրումը բարդ ու ժամանակատար է, թեև մեզ հետ զրուցած որդեգրել ցանկացող զույգերը հակառակն են կարծում։ Մանկան տուն ՊՕԱԿ-ի տնօրեն Լիդա Ջուլիկյանը նշեց, որ նախընտրում են որդեգրել հիմնականում մինչև 1 տարեկան և առողջ երեխաներ և հետաքրքրվում են երեխայի գենետիկ առանձնահատկություններով։ Մանկատանը առողջ երեխաների մեծամասնության դեպքում ծնողները հրաժարված են լինում, չեն այցելում և հազվադեպ խղճի խայթից ելնելով տեսակցում են առողջական խնդիրներ ունեցողներին, իսկ որդեգրումից հետո էլ իրավականորեն արգելված է այցելությունը։ Ըստ զրուցակցի, որդեգրման քայլին գնացողն ամեն ինչ անում է երեխայի սիրտը շահելու, դրական հուզական կապ ստեղծելու համար։ Հոգեբան Անի Ապիտոնյանն էլ նկատում է, որ որդեգրողները կարող են գնալ գերխնամքի ճանապարհով, վախենալ բարկանալ։ Ըստ նրա, երեխային պետք չէ զրկել ինքն իր մասին ճշմարտությունն իմանալու իրավունքից։